2026 թվականի մայիսի 1-ին Լիա Լուսին Կարիճում։ Ինչից պետք է զգույշ լինել։ 2026 թվականի մայիսի 1-ի Լիա Լուսինը կբացի գաղտնիքի վարագույրը, հրավիրելով յուրաքանչյուր հոգու ենթարկվել մաքրագործման կրակին, ապագա հաղթանակի համար։ Կարիճում Լիա Լուսինը կլինի այն ճակատագրական պահը, երբ հինը կփլուզվի, տեղազատելով նոր երջանիկ կյանքի համար։ Տիեզերական ճեղվածք 2026 թվականի մայիսի 1-ի Լիա Լուսնի էներգիան։ 2026 թվականի մայիսի աստղաբանական կանխատեսումը սկսվում է ինտրիգով։ Մայիսի 1-ին արևը երկրային հանգիստ ցուլի մեջ և Լուսինը կրակոտ Կարիճում կկանգնեն խիստ հակադրության մեջ։ Սա դասական պայքար է նյութական կայունությունը պահպանելու ցանկության և հուզական վերահսկողության ծարավի միջև, իմի և համայնքի միջև։ Այնուամենայնիվ, այս տարի կոնֆիգուրացիան ստանում է ավելի սուր, փոխակերպող երանգ։ Եվ լուսատուն, և գիշերային աստղը լարված քառակուսի են կազմում Պլուտոնի, ուժի և ցնցումների մոլորակի հետ, որն այժմ անցնում է ջրհոսի նշանով։ Աստղագուշակության մեջ սա կոչվում է Տ քառակուսի, և այն չի հանդուրժում որևէ փոխզիջում։ Այս Լիա Լուսնի յուրահատկությունն այն է, որ այն պարզապես չի լուսավորում մութ անկյունները, այլ բառացիորեն պայթեցնում է դրանք ներսից։ Պլուտոնի հետ քառակուսին իրավիճակի մեջ ներմուծում է անկանխատեսելիության տառ, պահանջելով մեզանից լիակատար անկեղծություն, հատկապես ինքներս մեզ հետ։ Սա այն ժամանակն է, երբ իներցիան դադարում է լինել պաշտպանություն, և վախերը դուրս են գալիս մակերես, ճանաչվելու և ազատ արձակվելու համար։ 2026 թվականի մայիսի 1-ի Լիա Լուսինը կնշանակի անդարձելիության կետ։ Հին փտած կառույցները կփլուզվեն, կուտակված հակասությունների ծանրության տակ, բայց սա ողբերգություն չէ, այլ ազատագրման ակտ։ Այո, լարվածությունը կլինի ուժեղ, հույզերը կսրվեն, իսկ հանգամանքները արտասովոր, բայց հենց այս ծայրահեղության մեջ է թաքնված նոր կյանքի հնարավորությունը։ Կարիճի Լիա Լուսինը միշտ վերաբերում է ուժին և ռեսուրսներին։ Այսօրը մենք կկարողանանք տեսնել իրերի և մարդկանց իրական արժեքը։ Ջրհոսում Պլուտոնի հետ քառակուսին ենթադրում է, որ ճշմարտությունը կարող է ի հայտ գալ տեխնոլոգիական խափանումների, տվյալների արտահոսքի կամ հասարակական կարծիքի կտրուկ փոփոխության միջոցով։ Այնուամենայնիվ, մի վախեցեք այս ճնշումից։ Սա միջուկային ռեակտոր է, որի էներգիան կարող է ձեր վախերի կապարը վերածել խարիզմայի ոսկու։ Գլխավորը փոփոխությունը չդիմադրելն է, այլ փոխակերպման ալիքի վրա նստելը, գլուխը ուսերին պահելով։ Տիեզերքը այս վտարումը հատուկ ձեզ համար է կազմակերպել, որպեսզի կարողանաք խորը շնչել։ Ազդեցությունը իրականության վրա։ Նման հզոր աստղային ճնշման տակ կյանքի բոլոր ոլորտները կզգացվեն ցնցված, բայց այս ցնցումը կհանգեցնի ցանկալի արդյունքի։ Ֆինանսներում սա ճշմարտության պահ է։ Վարկերի, հարկերի, ալիմենտի և համատեղ բյուջետավորման հարցերը կպահանջեն անհապաղ լուծումներ։ Հնարավոր են անսպասելի ծախսեր, բայց դրանք կփոխհատուցվեն էներգիայի արտանետմամբ։ Հարաբերությունները տրամադրված են դետեկտիվ վեպի։ Խանդը, կասկածանքը և հին դժգոհությունները կարող են բռնկվել նոր թափով։ Սակայն հիմա ժամանակն է կամ ամբողջությամբ ոչնչացնել անհաջող հարաբերությունները, կամ գայթակղությունները հաղթահարելուց հետո ամրապնդել դրանք բացարձակ ազնվությամբ։ Հնարավոր են ինտրիգներ և բացահայտումներ, ուստի միակ հաղթական ռազմավարությունը առավելագույն թափանցիկությունն է։ Ինչից պետք է զգույշ լինել։ Քանի որ Լիա Լուսինը Կարիճում և T քառակուսին Պլուտոնի հետ ստեղծում են լարվածության բարձրացման դաշտ, կարևոր է զգույշ լինել ժամանակի ռումբերի մասին, մայիսի սկզբին դրանց վրա չոտք դնելուց խուսափելու համար։ Նախապես զգուշացված լինելը նշանակում է պատրաստ լինել։ Այս օրերը կործանման, այլ ոչ թե աճի շրջանի վերածելու համար պետք է զգոնություն ցուցաբերել 5 կոնկրետ ոլորտներում։ Իմպուլսիվ հուզական որոշումներ։ Լուսին-Պլուտոն ասպեկտի ազդեցության տակ զգացմունքները կսրվեն մինչև ծայրահեղություն։ Դուք կարող եք զգալ չափազանց շատ բան ասելու, գործընկերոջը կամ զուգընկերոջը բարկացնելու ցանկություն, ապա ամբողջ կյանքում զղջալու դրա համար։ Փորձեք խուսափել կյանքը փոխող որոշումներ կայացնելուց, բաժանումներ, հրաժարում, խոշոր գնումներ կատարել զայրույթի վիճակում։
Տվեք ինքներդ ձեզ ժամանակ հանդարտվելու համար։ 24-ժամյա կանոնը այս օրերին կփրկի ձեր նյարդերը եւ հեղինակությունը։ Ֆինանսական ռիսկեր եւ պարտքեր։ Ցուլ կարիճ առանցքը ուղղակիորեն կապված է փողի հետ եւ ջրհոսում Պլուտոնի հետ քառակուսին զգուշացնում է շուկայի անկանխատեսելիության մասին։ Այսօր խիստ խորհուրդ է տրվում չվերցնել, չտրամադրել, չբացել վարկային քարտեր կամ չշահարկումներ անել ֆոնդային շուկայում, հատկապես կրիպտոարժույթով։ Հնարավոր են անսպասելի ծախսեր կամ սխալներ բանկային հավելվածներում։ Լավագույն լուծումը ժամանակավորապես սառեցնել խոշոր ֆինանսական գործարքները եւ ստուգել ձեր դրամապանակը։ Տեղեկատվական հիգիենա եւ գաղտնիքներ։ Կարիճը սիրում է գաղտնիքներ, բայց ջրհոսում Պլուտոնը սիրում է բացահայտել դրանք։ Զգույշ եղեք, թե ինչ է հրապարակում սոցիալական ցանցերում։ Մեկնաբանություններում վեճերը կամ անձնական նամակագրության հրապարակումը կարող են հանգեցնել դոմինոյի էֆեկտի, որը դժվար է կանգնեցնել։ Բացի այդ, մի վստահեք ձեր գաղտնիքները ոչ մեկին։ Կա տեղեկատվության արտահոսքի կամ շանտաժի բարձր ռիսկ։ Պաշտպանեք ձեր թվային հետքը եւ խուսափեք առցանց հակամարտություններ հրահրելուց։ Մանիպուլյացիա եւ վերահսկողություն։ Այս օրերին ուրիշներին վերահսկելու ցանկությունը եւ վերահսկվելու վախը սրվել են։ Դուք կարող եք նկատել, որ մարդիկ փորձում են զսպել ձեզ։ Մի տրվեք սադրանքներին եւ մի փորձեք ինքներդ խաղալ խորհրդատուի կամ բռնակալի դերը։ Հարաբերություններում խուսափեք խանդի եւ սեփականատիրության տեսարաններից։ Դրանք կարող են կործանել նույնիսկ ամենաամուր միությունը։ Փոխեք ուշադրությունը։